Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Պեներլի, Արևմտյան Հայաստանի համշենցի հայերու ավանդական ուդեստը, Բաթմутյան զենքով, Բաթմутյան աղավաղումը որպես քաղաքական գործիք, Աշոտ Հարությունյան, Հիշադակի օր, Համբարձում Լիմոնջյան, Վերջին գիշերը, Իլինույս նահանգը Սայֆոյի ճանաչումով գզորացնե ցեղասպանություններու պատմական հիշողությունը, Երզնգայի լերներուն մեջ անօտաչու թրջող սարքով վայրի այծեր դեսակրված են, Նինոց Մինդայի եւ շրջագա գյուղերուն մեջ մշտական ջուր պիտի ունենան։ Բեներլի գոչվող այս ուդեստը հաջող բանիրով նավակ անունով ձակում ունի Արևմտյան Հայաստանի Սևծովյան շրջանեն համշենցի հայերեն։ Ան թրքական հայտնագործություն չէ, այլ հին հնդեվրոպական եւ հայկական արմատ ունեցող ժառանգություն է։ Անունը փխած է բանիր բարեն, որ ունի հնդեվրոպական արմատ ցկել կամ հյուսել իմաստով, վգայելով բանիր պատրաստելու գործընթացը։ Նման սևեր կան բարսկերեն եւ հինդի լեզուներուն մեջ։ Պատմականորեն բանիրը միայն ուդելիք չէր, այլ խորհրդանիշ բարեգեցության, հյուրասիրության եւ քոյադևման մանավանդ լեռնային հայ համայնքներուն մեջ։ Համշենցի հայերը, որոնք հաստատված էին Սևծովյան լեռներուն մեջ, հավանաբար Բագրադունյաց ժամանակաշրջանեն կամ ավելի առաջ հաջողած են պահպանել մշակույթը հագարակ իսլամացման եւ մեգուսացման։ Պեներլին նավագացեւ թխված խմորով եւ հալած բանիրով ուդեստը ունի խոր խորհրդանիշ։ Հայ ավանդույթին մեջ անգգապվի Նոյան Դաբանին եւ Արարատ լերան հետ, դառնալով քոյադևման եւ վերածնունդի նշան։ Թեև այսօր այդ ուտեստը դարածված է Թուրքիա, Հունաստան, Վրաստան եւ այլուր, անունը Բեներլի հաջող պահպանված է երբեմն անկիդակցաբար գրելով հայերեն մշակութային հետքը։ Համշենցի հայերը 8-րդ դարու գաղթականներ, որոնց մասին գկրեն Ասողիգը, Վարդան Արևելցին, Այրիվանեցին, իրենց ներկայությունը հաստատած են Սևծովյան ափերուն վրա։ Թեև շատեր իսլամացված են Օսմանյան շրջանին, սակայն անոնց լեզուն, երաժշտությունը, խոհանոցն ու դեղանունները քոյադևած են։ Բեներլին բարձրապես հաց բանիր չէ, ան արտակախտի եւ քոյադևման համն է։ Արարատի խորհրդանիշը նախնիած շարունակության հիացումն ու համշենցի հայերու լուրջ ցայնը, որոնք իրենց ինքնությունը արտահայտած են ոչ միայն աղոթներով եւ երգերով, այլ նաեւ խոհանոցի լեզվով։ Երբ պատմությունը կվերածվի քաղաքական զենքի, այլևս չի ծառայեր ճշմարտության։ Այսօր Ադրբեջանը պետական մագարտակով կխեղաթյուրե պատմությունը, անտեսելով իրավական նորմերն ու փորձելով վերաշարադրել շրջանի անցյալը։ Թուրանական դարերու մուտքը հայկական լեռնաշխարհ եղած է բռնի ներխուժում, ոչ թե քաղաքագրթական զարգացման երևույթ։ Օսմանյան շրջանին չնայած հայերու էական թերին տնտեսության եւ գրթության մեջ, անոնց ներկայությունը գտիդվեր որպես ժամանակավոր։ 1915-ի ցեղասպանությունը այս քաղաքականության կակատնագետներ նպատակ ունենալով ոչնչացնել հայ ժողովուրդը եւ անոր մշակութային հիշողությունը։ 1918-ին Իրանի հյուսիսին մեջ ստեղծված Ադրբեջան անունով արհեստական պետությունը դարձավ նույն ռազմավարության շարունակությունը։ Խորհրդային դարիներուն պատմությունը դարձավ քարոզչության գործիք Մոսկվայի հովանավորությամբ, ստեղծելով թեզեր, ըստ որոնց հայերը ներքախտած էին, իսկ իրենց հողերը ադրբեջանական։ Այս կեղծիքները այսօր կվերստեղծվին Իլհամ Ալիևի վարչագահքին կողմէ, երբ ան կհայտարարե, թե Երևանը կամ Սևանը ադրբեջանական հողեր են սպառնալով աբակային։ Միջազգային լրությունը եւ Հայաստանի անբավարար արձագանքը խոր վտանգ կներկայացնեն տարածքային եւ ինքնության առումներով։ Պատմությունը պետք է խոսի փաստերով, փաստաթուղթերով եւ հիշողությամբ։ Այս ցայնով է, որ հայ ժողովուրդը պետք է արտահայտվի արժանապատիվ եւ հաստատակամ։ Այսօր կհիշենք Համբարձում Լիմոնջյանին, հայ հոգևոր երաժշտության մեծագործ նվիրյալը եւ նոր հայկական նոտագրության հիմնադիրը։ Ժողովրդին մեջ ան ծանոթ էր որպես նոտաջի բաբա Համբարձում։ Ծնած է Կոստանդնուպոլիս, գրթված է հոգևոր վարժարաններու մեջ եւ երաժշտություն սորված հայ, հույն եւ եվրոպացի վարպետներ է։ Լիմոնջյան ուսումնասիրած է դարբեր արևելյան երաժշտական ավանդույթներ, բայկարած է եկեղեցական երաժշտության աղավաղումներուն թեմ պաշտպանելով հոգևոր մաքրությունը։ 1813-ին ստեղծած է Լիմոնջյանի ցայնակրություն համագարքը մեր երաժշտական ժառանգության պահպանման հիմք։ Դյուզյան ամիրաներուն հովանավորությամբ ան նաև թբիր, ուսուցիչ, ստեղծագործող եւ թամբուր նվագող եղած է։ Հարկանքով կհիշենք անոր որպես հոգևոր եւ մշակութային մեծանուն թեմքի։ 1915-ի ապրիլ 23-ի գիշերը Կոստանդնուպոլսո հայ մտավորականության համար դարձավ ողբերգական։ Սկսավ զանգվածային ցերպակալությունը։ Այդ գիշեր ցերպակալվեցան Կոմիտասը, Փանաստեց Արմեն Դորյանը եւ շատեր։ Դորյան ծնած Պանկալտի բազմասկ մթնոլորտին մեջ ուսանած էր Սորբոն եւ վերադարձած դասավանդելու եւ ոգեվորելու հայ երիտասարդությունը։ Անոր բանաստեղծությունները բահված էին շագանակագույն դեդրիմը մեջ, որ եղբայրը հրադարագեց 1933-ին։ Դորյանը ցերպակալվեցավ ապրիլ 24-ին, աքսորվեցավ ճանկրի եւ էնգյուր,
ուր ալ մահացավ թարնալով ցեղասպանության հազարավոր զոհերեն մեկը։ Անոր դեդրագը մնաց իբրև միակ կենթանի վկայությունը։ Այսպիսի երիտասարդներու երազները բռնությամբ խզվեցան, բայց անոնց հիշադակը գշարունակե ապրիլ մեր խոսքով, մեր հիշողությամբ եւ բայկարով։ Պատմությունը պետք է ոչ միայն հիշել, այլ նաեւ շարունակել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու Իլինոյս նահանգը 2025-2026 ուսումնական դարվան մեջ ավագ դպրոցներուն ծրագրին մեջ ներառած է սուրիացիներու ցեղասպանության Սայֆոյի պատմությունը։ Այս քայլը կնպաստի Օսմանյան կայսրության կողմէ կատարված բոլոր ցեղասպանություններու միջազգային ճանաչման։ 1915-ին հայերու թեմ իրականացված ցեղասպանության ժամանակ զանգվածային սպանթի ենթարկվեցան նաև ասորիներ, արամյանցիներ եւ քաղտիացիներ։ Նոր ուսումնական ծրագիրը նախադեсված 9-րդեն 12-րդ դասարաններու համար կներառե պատմական փաստեր, լուսանկարներ եւ վկայություններ, նպաստելով պատմական գիտակցության զարգացման։ Նման օրինակ մը կարևոր նախադեպ է հայերու թեմ իրականացված ցեղասպանության եւ Սայֆոյի համատեղ ներկայացման հարցին մեջ։ Նմանատիպ ծրագրեր արդեն իրականացած են նաև Արիզոնայի մեջ։ Վայրի բնության պահպանության վարչությունը հրապարակած է անօդաչու սարքով նկարված վայրի այծերու հիասքանչ տեսարաններ Մնցուրի լեռներեն։ Տեսանյութը լայն տարածում գտած է ընկերային ցանցերուն մեջ։ Երզնգայի նահանգապետը նշած է, այս քաղաքին մեջ նույնիսկ բնությունը կժպտի։ Երզնգա հավատքի, խաղաղության եւ հանգստության քաղաք։ Նինոցմինդա քաղաքին եւ հարագից մեծ խանջալի, օրոճալար եւ գատնադու գյուղերուն մեջ կգառուցվի նոր ջրամատակարարման ցանց։ 40 միլիոն լարի արժողությամբ ծրագիրը կգիրարգե գզա ընկերությունը։ Ավարտին մոտ 6000 բաժանորդ պիտի ստանա որակյալ եւ անխափանչուր։ Նինոցմինդայի աշխատանքներուն 75%-ը, իսկ գյուղերուն ավելի քան 50%-ը արդեն ավարտած է։ Նախաձեռնությունը կցկտի լուծել 1990-ականներեն գոյություն ունեցող ջուրի խնդիրը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։